Տիկին Մինասյան, խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Հովակիմյան զեկույցի համար։ Ես երկու հարց ունեմ։ Առաջինը վերաբերում է չնայած արդեն ձեր նախորդ ասուլիսում շատ հանգամանալից պարզաբանել եք, բայց դեռևս այդ խոսակցությունները շարունակվում են։ Չգիտես ինչի ընդդիմության ներկայացուցիչներն են հենց այդպիսի թեզ շարքում, որ իշխանությունը պատրաստվում է կուսակցություն չգրանցել կամ կուսակցությունների չթողել մասնակցել ընտրությունների։ Ես խնդրում եմ հստակ ընթացակարգը մեկնաբանեք, օրենքով ինչ է նախատեսում կամ ինչ կարգավորումներ կան այս մասով, որովհետև գիտենք, որ իշխանությունները որևիցե լիազորություն չունեն կուսակցություններին արգելելու մասնակցել ընտրություններին։ Շնորհակալություն։ Երկրորդ հարցս արձագանքի ժամանակ կտամ։ Հարգելի գործընկերներ, հարգելի պատգամ, դուք բոլոր քաղաքական եք, դուք մեկ-մեկու կարող եք մեղադրել ու տվյալ դեպքում այն, որ քաղաքական գործիչները մեկ-մեկու մեղադրում են, դա ես համարում եմ մեր քաղաքական մեղադրել բանավիճակ, ես համարում եմ շատ բնական, ուղղակի ես պիտի ասեմ, որ մեր օրենսդրությունը, ընտրական օրենսգիրքը կարող եմ բացելու ընթերցել, ըստ էության այնքան ազատական է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, ինքը բավականին ջանք պիտի կիրառի։ Այսինքն փաստաթղթերը պիտի ուղղակի միտումնավոր պիտի փաստաթղթերը չներկայացնեն։ Հակառակ դեպքում, եթե փաստաթղթերը ներկայացնում են նույնիսկ թերի, ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի մենք տվյալ քաղաքական ուժին տանք 48 մինչև 48 ժամանակ, որպեսզի թերությունները շտկվի։ Այսինքն նույնիսկ, այսպես ասեմ, ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս օրինակ փաստաթղթերի թերի կամ չգիտեմ ինչ-որ ամբողջական սխալների պատճառով օրինակ չընդունել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է ընդունել փաստաթղթերը այնպես, ինչպես ներկայացնում է քաղաքական ուժը, կլինի դաշինք թե կուսակցություն։ Եթե այս ներկայացնելուց հետո պարզվում է, որ կան թերություններ, ԿԸՀ-ն պարտավոր է տալ ժամանակ, որպեսզի թերությունը շտկվի։ Եվ մեկ պարագայում կարող է նման բան տեղ ունենալ, եթե կուսակցությունը կամ դաշինքը հրաժարվի թերությունները վերացնել։ Ավելին ասեմ, այս process-ը դա նիստով է տեղ ունենում, դա տեղ ունի թափանցիկ։ Այսինքն քաղաքական ուժը դաշինք կամ կուսակցությունը պետք է հրապարակային հրաժարվի օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց կամ սխալ ներկայացած փաստաթղթերը ուղղելուց։ Ունեք այս դեպքում չի ստացվելու, որ ԿԸՀ-ն չգրանցեց ինչ-որ մեկին։ Այս դեպքում ընդհանրապես քաղաքական ուժը, եթե չի ցանկանա գրանցվել, կարող է գալ փաստաթղթերը վեր, կենտրոնական, ես կասեմ նախորդ ընտրություններում եղել է դեպք, երբ որ 2021 թվականի ընտրություններում եղել է դեպք, երբ որ քաղաքական ուժը ուղղակի հետ է վերցրել փաստաթղթերը։ Այս վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ մենք ունեցել ենք դեպք, երբ որ քաղաքական ուժ կուսակցություն ցանկացել է առաջադրվել, հետո ինչպես մենք հետագայում ակնհայտ դարձավ, ուղղակի գրավի խնդիրը չէին կարողացել լուծել եւ կես ճանապարհից հետ ես փաստաթղթերը հետ վերցրեցի։ Բայց այս դեպքում ասել թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցում, նման բան մեր օրենսդրությունը ըստ էության հարգելի գործընկերներ չգրանցելու նման ինստիտուտ, որ օրինակ կամքով, ԿԸՀ-ի կամքով պայմանավորված կարող է որևէ քաղաքական ուժ չգրանցել, նման համակարգ չի նախատեսում։ Այլ նախատեսում է, որ կուսակցությունը ինքը երբ որ ցանկանում է չգրանցվել, կարող է չգրանցվել։